Ողջույն Բուն TV-ի մարզասեր հեռուստադիտող։ Այսօր գոնե ինձ համար առանձնահատուկ կարևորության հյուր ունեմ, ում հետ քանի որ գոլեգանել ենք նախ եւ առաջ, դա լրացուցիչ կարևորություն է հաղորդում, երկրորդն էլ նաեւ նա ինպես սիրում է սպորտի տեսական հարցերին նաեւ անդրադառնալ։ Նա նաեւ ներկայացնում է առանձին մարզաձև Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար ողջույն Արթուր ջան, ինչպե՞ս ես։ Ողջույն, շատ լավ։ Ես նախ եւ առաջ քեզ երբ որ քննարկեցինք իրար հետ, որ դու մեր հյուրն ես լինելու, հիշում ես, մենք քննարկեցինք ոչ թե մենակ բասկետբոլի մասին ենք խոսալու, այլ ամբողջ հայկական սպորտը փորձենք քրքրել, հասկանալ ու ամենաբազային հարցը, որ ինձ մոտ առաջացել է նման հարցերը տալիս, դա հետեւյալն է, առասարակ մենք սպորտային ազգ ենք, թե ոչ։ Ես կարծում եմ, որ մենք սպորտ սիրող ազգ ենք, բայց սպորտային ազգ չենք։ Այս պահին համենայն դեպս այդպես է։ Այսինքն Արտուր Նազարյանի ընկալմամբ մենք սպորտ սիրում ենք որպես, որ ասում են վեժվսիբե, հա, դա մի բան է, որը մենք Դե նայեք, ես փաստերով եմ սիրում, թվերով եմ սիրում։ Այս պահին Հայաստանը ահավոր քիչ ենթակառուցվածքներ ունի սպորտով զբաղվելու, թե պրոֆեսիոնալ, թե սիրողական, թե մանկապատանեկան, թե մեծահասակների։ Այդ ընդհանուր պատկերով Հայաստանը շատ հետ է։ Հիմա մենք սիրում ենք սպորտ, բայց հնարավորություն չունենք էլ սպորտում մեր մտքերը իրագործել, հա։ Դրա համար մենք փաստերով հիմա օրինակ բերեմ Բելգրադը, Սերբիայի մայրաքաղաքը, տենց Փարիզը չի, հա, կամ ինչ որ աշխարհամնահարուստ քաղաքը չի։ Ունի 94 հատ համալիր սպորտային, որտեղ տարբեր միջոցառումներ կարաս անես։ Մեզ մոտ ինչ որ թիվ կա։ Մեզ մոտ 4-5, որից մեկը Դինամոն է, որը չի համապատասխանում միջազգային որևէ ստանդարտի։ Ունենք համալիր, ունենք Միկան, որը նորից վերականգնվում է մեծ ջանքերի գնով, ունենք Գազպրոմ Արենա, որը մասնավոր իսկ Արաբկիրի նախին կանազի Չէ, նկատի ունեմ, որտեղ իրադարձություն կարաս կազմակերպես, կլինի բասկետբոլի հանդիպում, կլինի ֆուտզալի հավաքականի հանդիպում, կլինի վոլեյբոլի հավաքականի։ Դա ամեն դեպքում օրինակ հիմա ինչ փորձում եմ մտաբերել, այնտեղ պլյուս Օլիմպիավանն է։ Օլիմպիավանում էլ մարզումային է ինքը։ Մարզումայինները մի կողմ թողանենք։ Կոնկրետ որ սպորտային ենթակառուցված, որտեղ հնարավոր է անցկացնել հանդիսականների ներկայացում։ Դա օֆիցիալ տարանջատում է, այսինքն թե Այո, հիմա օրինակ միջազգային ստանդարտներ կան, չէ՞։ Միկայում ունենք 1200 թե 1150 տեղ։ Ունդեղ կարող են կազմակերպել մի շարք մարզաձևերի հանդիպում։ Հիմա այդ կտրվածքով Երևան քաղաքը ունի 4-5 մարզադահլիճ, մարզակառույց, Բելգրադը ունի 94, Թբիլիսին մեզ շատ մոտ է 34։ Իսկ օրինակ Բաքվում անհամեմատ շատ է, բայց այնտեղ տենց խորը չեմ նայել, իհարկե հետո կարանք Բաքվին անդրադառնանք այլ հարցերի շուրջ։ Ուզում եմ ասեմ, եթե մենք չունենք այդ ես չեմ խոսում արդյունքներից, ես էլ չեմ խոսում մնացածից, ես ամենահասարակ պայմանները չկան, այսօր ամբողջ հայկական սպորտը, այնա հիմա հոկեյի աշխարհի առաջնության 4 դիվիզիոնը անցկացվում է մարզադպրոցում, որտեվ չունենք եւ որն էլ որ ունենք հսկայական ծախսեր էր պետք իրագործել եւ այդ հոյակապ տոնը անցկացվում էր 450 թե 550, եթե չեմ սխալվում։ Այնտեղ մի քանի խաղել, մի քանի տասնյակ հավելյալ երկրպագու, բայց ամեն դեպքում հա ես հասկանում եմ քո միտքը։ Այսինքն այս կտրվածքով պետք է նայենք։ Քանի որ դու վիճակագրական թվերին, տվյալներին շատ ես վստահում, սիրում, որը որ ֆանտաստիկ ճիշտ մոտեցում է սպորտին։ Բասկետբոլի առումով օրինակ, քանի բակում կա տեղ որտեղ որ կարելի է խաղալ բասկետբոլ, նորմալ չափերի, անգամ եթե ինքը ասֆալտացած կա։ Երևանի մասին է խոսքը։ Դա շատ հարաբերական բան է, թե որն ենք մենք համարում բասկետբոլային, որտեղ կան տեղեր, որ բասկետբոլի այդ վահանները կան, զամբյուղները կան, բայց իրանք ասֆալտ են, որտեղ խոր չի տրվում, որտեղ կարա վնասվածքներ լինի։ Բասկետբոլը ավելի կամ պետք է ինչ-որ ծածկույթ ունենա, կամ ուղղակի մարզադահլիճ լինի, որտեղ ասֆալտի վրա, քարի վրա
անդադ ընկնելը եւ տրավմաների է բերում, էլի, կոտրվածքներ են լինում։ Օրինակ 3 անգամ 3 բասկետբոլը արգելված է խաղալ ոչ ծածկույթով տեղերում։ Դրա համար Երևանում եթե ծածկույթով տեղերի մասն է խոսքը 3-4 տեղ է, բայց Հայաստանը բասկետբոլի շատ մեծ ուրիշ առավելություն ունի, որ բոլոր հանրակրթական դպրոցները 99%-ը գոնե ունեն բասկետբոլի համար, դահլիճ, որտեղ կարելի է գոնե մանկապատանեկան բասկետբոլը սկսել, ու դրա համար այս պահին Հայաստանում ընթանում է դպրոցականների բասկետբոլի լիգան, պետության հովանավորությամբ, որին 1000-ից ավել դպրոցներ են մասնակցում, այսինքն բակերի այդ անմխիթար վիճակը, որը նաև ծածկույթից է գալիս, կոմպենսացնում են դպրոցները։ Իսկ քանակական առումով քանի դպրոցականը մասնակցում։ Բավական լուրջ թիվ կարա դա լինի։ Հա, տասնյակ հազարավոր, բայց սա առաջի տարին է եւ սա մենք պետության հետ համագործակցել ենք, քննարկել ենք, պետության նախաձեռնությամբ է եղել։ Իհարկե, այստեղ մեր համար կարևորը որ մասսայականություն լինի, որտեղ ի վերջո պետքա տարանջատենք սիրողական մասսայական սպորտը եւ բարձր նվաճումների սպորտը։ Սա սպորտի մասսայականացման համար է արվում, որտեղ մենք այդ ռեսուրսը երկար տարիներ չենք օգտագործում, այսինքն ունենք դպրոցներում դահլիճներ, որոնք բացառապես ֆիզկուլտուրա առարկաների համար էին օգտագործվում, իսկ դրանից դուրս ոչինչ չէր արվում, գրեթե չէր արվում։ Ես երրորդ դեմքով քո հետ խոսեմ, բայց փորձեմ բացատրել թե ինչի մասին է խոսքը։ Պայմանական Արտուր Նազարյանը դա անցալում է, բայց օրինակ հասարակ քաղաքացու համար սպորտը չի բաժանվում։ Իմ ընկալմամբ, որը ես միշտ նկատել եմ, չի բաժանվում պրոֆեսիոնալ ու սիրողականի։ Մեզ մոտ տպավորություն է, որ բոլորը եթե տանում են սպորտի, եթե գնաս ձյուդոյի, ինքը պետքա աշխարհի թիվ 1 ձյուդոյիստը դառնա։ Այդ ընկալումը կա, ես տանում եմ երեխային ոչ թե զվարճանալու, ամրանալու, ոչ թե շփումների ունակություններ ձեռք բերելու, հասկանալու, որ կարելի է դա օգտագործել նոր միջավայրում ձեռք բերել, ծանոթություններ, այլ ինքը պետքա դառնա լուրջ մարզիկ, այդպիսի ընկալում կա։ Ճիշտ եք, ցավոք սրտի սա շատ խորը արմատներ ունի, ու սա գալիս է նաև տասնամյակների խորությունից, ես էլ եմ այդ հարցի շուրջ շատ մտածել։ Դեռ խորհրդային տարիներից ընդունված է եղել, որ պետք է հաղթել, չեմպիոն դառնալ, որին կմեծարեն, կծափահարեն, դիպլոմները կհանձնեն, եւ այդ մոտեցումը մինչեւ հիմա շարունակվում է։ Ու մենք եթե նայեք մեր սպորտի քաղաքականությունը վերջի տասնամյակներում կառուցված է դրա շուրջ, այսինքն մեդալներ։ Շատ չեն էլ խորանում արդեն, որ մարզաձևից է, ինչա, նայում են օլիմպիական, ոչ օլիմպիական մի քանի մարզաձևել, սենց ու մեդալները գումարում են իրան ամեն տարի, ասում են մեդալները սենց եղավ, մեդալներն հենց եղավ, ոչ մի անալիտիկա չկա, ինչ մեդալեր, որտեղից էր, ինչի համար էր։ Ես հանրայինում իմ փորձից հիշում եմ, որ պարբերաբար մեր զանգում էին տարատեսակ կարատեի ֆեդերացիաներից, ասում էին, որ աշխարհի առաջնությունում ունենք մրցանակակիր, ասում են որտեղ անցկացվում, ասում են Ադլերում։ Այո, 4 երկրով հավաքվում են, աշխարհի առաջնությունն են անում, Զվարթնոցում դիմավորում են, որ եկավ հերթական չեմպիոնը։ Նույնիսկ ես տեսել եմ գովազդային վահանակներ քաղաքում, որ գրած է աշխարհի չեմպիոն, չգիտեմ որ վարկածով, որ տենց մենակ իրենք կարան բացատրեն դա ինչ է։ Հիմա ինչ վարկած։ Հա։ Հիմա ինչ է ստացվում, որ մեդալ այդ պոպուլիզմ է դա։ Մեդալների այդ հաշվարկը, մեդալների այդ մոլուցքը, դա պոպուլիզմ է։ Դա պետք է ինչ որ շրջանակների, ինչ որ մարդկանց, որ իրենք անընդհատ թմբկահարեն, որ մեդալը, բայց որ մարզադահլիճներ չունենք, մարզադպրոցներ չունենք, դրա մասին չենք խոսում։ Դա ոչ մի բան չի բերում, էլի, որտեվ ավելի լավ է խոսել, որ մենք ունենք այսքան մեդալ, բայց որ ասեն քո երկրորդ, երրորդ քաղաքում մարզական կառույց չկա, դու ինչ ես խոսում, ինչ մեդալից ես խոսում, եթե քո բնակչության կեսից ավելը չի կարում հասկանա ուր տանի երեխուն, ինչ անի։ Դրա համար այդ մեդալա ցավը մեր մոտ ավելի է խորացել ու ի հայտ են եկել նաև մարզաձևեր, չակերտավոր մարզաձևեր, որոնք կոնկրետ մեդալներ են մատակարարում, որ երեխեքը ուրախ լինեն, ծնողները ուրախ լինեն ու մեր մոտ հիմա արդեն այդ լուրջ նստվածք է տվել։ Եթե դու աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն չես, ով ես դու այդ դեպքում, էլի, ու այս մոտեցումը շատ-շատ վատ է
բերել է մի հատ սխալ պատկերացմամբ, իրականում սպորտի պատասխանատուները, պետությունը առաջի հերթին պետք է մտածի մասսայական սպորտի մասին, բնակչության առողջության մասին, հետո մեդալները կգան։ Ես մի հատ երևի թե մասնավոր բանով փորձեմ հասկանալ որտեղից է գալիս։ Այսինքն պետությունն է երևի չէ պատվիրատում ստեղ։ Ինքն է դրա համար ուզում է չափման միավոր, ինքը ասում է արի մենք մեդալներով չափենք, երևի տենց է, չէ՞։ Անկեղծ ասած պետության մոտեցումն էլ པարզ չի, տարբեր որոշումներ կան, տարբեր օրենքներ կան, որոնք շատ խճճված են ու երկար ժամանակա փորձում են փոխեն, բայց մեկը չի ստացվում, մեկը չեն զբաղվում, ոնց որ պետք է։ Նախ սկսենք դրանից, որ ամենամեծ պատվիրատուն սպորտի դա աշխարհում դա քաղաքներն են։ Ասենք հիմա Հայաստանում պետքա լիներ օրինակ Վանաձորը, Գյումրին, Կապանը, Գորիսը, չգիտեմ, մեր քաղաքները առաջի պատվիրատուն պետքա լինեին սպորտի։ Իրանք վերջի Երևանն է։ Այո, Երևանին հեսա կանադառնանք։ Բայց նայեք ինչ է կատարվում։ Ուզում եմ մի հատ ֆիքսենք, որ սպորտի խնդիրները պետքա սպորտից դուրս փնտրենք։ Սպորտի ներսում, մարզաշխարհի ներսում չեն այս խնդիրները, էլի։ Այս խնդիրները գալիս են ընդհանուր պետության կառուցվածքից։ Հիմա մեզ մոտ հարկեր, որ ձևավորվում են, քաղաքները հարկեր են, չէ՞, հավաքում տալիս են պետությանը, պետական գանձարան բյուջեին, ընդհանուր մեր երկրի բյուջեին։ Հիմա անկախ նրանից Վանաձորը քանի միլիարդ դրամ կհավաքի հարկ, ինքը մեկը իր ֆիքսված գումարն է ստանում այդ քաղաքի խնդիրները լուծելու համար։ Եվ դա շատ փոքր թիվ է։ Այտենց, չգիտեմ, տենց է գալիս, այս 30 տարի է, ամբողջ Հայաստանը գումարները հավաքում է, տալիս է պետությանը, պետությունն էլ բացի Երևանից մնացածին տալիս է ինչ-որ կրճատներ։ Վերաբաշխում է X գումար, ու միշտ այդ արտաբյուջետային միջոցներով նոր ինչ-որ մի բան է հավելել։ Դոտացիաներով, ինչ-որ բաներ, սուբվենցիոն ծրագրերով, տենց մի ձև պահում է։ Հիմա երբ որ մենք գնում ենք Վանաձոր բասկետբոլով, ասում ենք ժողովուրդ ջան, բասկետբոլի համար այս հարցերն է պետք, որ դուք քաղաքում ունենաք բասկետբոլ, ունենաք ակումբ, որը կմասնակցի, որը կխաղա։ Ես կարամ բասկետբոլի մասով ասեմ, բայց վստահ եմ մյուս մարզաձևերն էլ ունեն նման մոտեցում, իրանք էլ կուզենան։ Մեծ հաշվով որևէ մարզաձև չկա, որ գտնվում է ինչ-որ քիչ թե շատ ավելի արտոնյալ կարգավիճակ։ Հիմա Վանաձորի քաղաքապետարանը բացում է սիրուն ֆայլը ֆինանսավորման, ասում է ժողովուրդ ջան, ես ամենահասարակ հարցերը չեմ կարողանում լուծեմ։ Ես ճանապարհների հարցը չեմ կարողանում լուծեմ։ Իմ մոտ աղքատություն է, իմ մոտ նայեք ինչ է կատարվում, ինչ բասկետբոլ, ինչ վոլեյբոլ կամ ֆուտբոլ։ Ու պրիտոմ իրանց կարելի է հասկանալ, չէ՞։ Այո, այսինքն ամբողջ գումարը տրվում է մայրաքաղաքին, որտեղ մայրաքաղաքի օրինակ դոտացիան այդ բյուջեն շատ ավելի մեծ է։ Մայրաքաղաքն էլ է էլի տալիս պետական գանձան, բայց հետո իրան շատ մեծ մասը հետ են տալի։ Հիմա դրա արդյունքում ինչ ա եղել։ Մարզերի բնակիչները, որ տենց անզեն աչքով կարաք տեսնեք ու թվերով էլ է տենց գրեթե 2.5 անգամ վատ են ապրում, քան մայրաքաղաքի բնակիչները, որովհետև այն գումարները, որ գալիս են կենտրոնից շատ քիչն է հետ գնում ու արդյունքում ունենք այս խայտառակ վիճակը։ Հիմա մարզերում որ պտտվում եք, անզեն աչքով երևում է իրավիճակը, ասենք ամենատարրական պայմանները չունեն։ Հիմա Վանաձորը ինչի օրինակը բերեցի։ Վանաձորում վերջի անգամ, չգիտեմ, երբ ա եղել նորմալ սպորտային իրադարձություն, որ ասենք կամ կանոնավոր ինչ որ թիմա խաղացել որևէ մարզաձևից։ Այդ քաղաքում մի հատ ես դե ավելի շատ խոսում եմ փակ կառույցների մասին, հա, փակ կառույց ունեն, որը Դինամոյի Միկայի կոպին է, ասենց ասեմ։ Դե դա սովետի ժամանակից մնաց ժառանգությունա, տիպային կառույցներ են։ Այդ կառույցը օրինակ հիմա աճուրդի է հանված։ Չգիտեմ էլ կարող արդեն եղել է աճուրդը, կարող է դեռ շարունակվում է, ինչ որ պարտքերի հարկային, չգիտեմ, խառը ինչ որ իրավիճակ է, parzել չէր ումներ, ոնց էր, հա, ու այդ կառույցը հիմա վաղը կարող է ընդհանրապես դառնա արդեն առևտրի սրահ, վերջանա գնա։ Հիմա Վանաձոր քաղաքը ոչ գումար ունի, ոչ եղածնակարգում պահի, ու այս իրավիճակում խոսալ սպորտի մասին Հայաստանի երրորդ քաղաքն է։
նույնը կարամ երկրորդ քաղաքի վրա օրինակ վերեմ, նույնը կարամ հետո գանք Երևան, նես չի որ Երևանում ավելի լավ է վիճակը։ Այսինքն բար չի մենք մեր պետությունը ինչ քաղաքականություն ունի սպորտի մասով։ Սպորտի դու շատ լավ շարադրանք տվեցիր, թե մենք մարզասեր չենք, այլ մենք հակառակը մենք մարզասեր ենք, բայց սպորտային ազգ չենք։ Լավ, մենք մարզասեր ենք եւ սպորտային ազգ չենք։ Այդ սպորտային ազգ լինելու շուրջ այդ դատարկախոսությունը որտեղից է գալիս։ Սպորտային ազգը առաջին հերթին պետքա ձևավորվի սպորտային մշակույթ։ Դա այդ սպորտային մշակույթը բաղկացած է հազարավոր մանր կոմպոնենտներից, որոնք օրինակ մեր նույն հարևանների մասով կարանք նայենք, հա, մենք շատ ենք սիրում համեմատվել տարբեր մարզաձևեր, տարբեր միջոցառումներ, տարբեր ենթակառուցվածքներ, այդտեղ պիտի շեշտը դրվի։ Դրա համար եմ ասում, երբ որ մեդալների վրա են շեշտը դնում եւ այդ պոպուլիզմով են տարվում, մոռացեք սպորտի մասին, մասսայականություն չի լինելու, որովհետեւ հիմա զարգացած երկրները նույն Գերմանիան, նույն Նորվեգիան, հա, իրանք ունեն մասսայական սպորտ։ Այդ մասսայական սպորտը ավտոմատ տալիս են ինչ որ մեդալների քանակ, ոչ թե իրանք ասում են գնա դարձիր էս ինչ արդյունքը բեր, որ մենք քեզ տանք $500,000, չկա տենց բան։ Արտուր, քեզ չինովնիկը պատասխանելու ասելու է, նայ քանի հատ միջոցառում ենք անցկացնում։ Օրինակ, այս օրերին գործընկերներից հետ ընդհանուր chat ունենք, տեսա բրնցքամարտի Երևանի գավաթ, տոլի Երևանի քաղաքապետի գավաթ, առաջինը ինչ ինձ ցնցեց, էդի լոգոն էր, խորհրդանիշներ այդ մրցաշարի, ասենց եթե ասեմ paint-ով էր սարքած, կսթեմ, որովհետև paint-ը ֆունկցիոնալ ավելի լուրջ խնդիրներ կարա լուծի, դի ավելի ինչ որ մեգա մակարդակի, ոչ պրոֆեսիոնալ լոգոտիպ էր, կամ նույն կառավարությունը ասի, մենք արդեն մի քանի տարի է վարչապետի գավաթ ենք անցկացնում, սեղանի թենիս, մի քանի մարզաձև, ատլետիկական։ Իդեպ ես անգամ ատլետիկական ձևին վազքին մասնակցել եմ, բայց ոչ թե որովհետև տենց իմ համար դա կարևոր մրցաշար էր, այլ որովհետև այլ վազքի մրցաշարեր Հայաստանում տեղի առնում, լավ 3-ը ստիպված են մասնակցելու ու իրանցից ամենա ոչ պրոֆեսիոնալը եղել է վարչապետի գավաթը։ Ես հիմա իրանք ինձ հակադարձելու են տենց, ինձ քեզ մենք իրանց հակադարձելու ենք, որ վատա կազմակերպած, ոչ պրոֆեսիոնալ է, իրանք ասելու են դա ձեր կարտիկն է։ Մյուսները վայելել են։ Ճիշտ կասեն, թե սխալ։ Նայեք, այդ ծրագրը, այդ միջոցառումները, որ արվում է, իրանք կարելի ասել, որ նպաստում են սպորտի ռոպագանդային եւ լավ են, պետք է արվի։ Բայց եթե դրանք անում են, որ ասեն սպորտ ունենք, որ սպորտի հարցերը լուծել ենք, այդտեղ արդեն մեծ խնդիր կա։ Այսինքն դա կարա լինի զուգահեռ, եթե դու ունես սպորտի քաղաքականություն, այդ կոմպոնենտներից մեկը կարա լինի, որ նպաստի սպորտի զարգացմանը։ Այն ինչ որ հիմա արվում է, դա արվում է, դրանից մի քանի անգամ ավել պիտի արվի իրականում։ Գոնե լավ է, որ միջոցառումների տեսանք։ Հա, միջոցառումների տեսանկյունից, որովհետև ցանկացած միջոցառում, որը գումարի անհասկանալի չափեր չի վատնվում, դա շատ լավ է։ Դա ես տենց եմ նայում, այսինքն եթե ծախսել են օրինակ այդ քաղաքապետարանի գավաթի համար ինչ որ X գումար, որի շնորհիվ 600 մասնակից կա եւ այլն, դա շատ լավ է։ Օրինակ մենք ամառը ունենք բասկետբոլի Եվրոպայի 20 տարեկանների առաջնություն։ Հիմա ես կարամ մեր օրինակով վերեմ, որտեվ տիրապետում եմ այդ թվերին, էլի, այնտեղ մի քիչ ինձ բարդ ասել։ Հիմա մենք ունենք մոտավորապես մոտ 300 միլիոն դրամ է բյուջեն, գույքով, հյուրանոցներ եւ այլն։ Քանի թիմ ա գալու։ 21։ Okay։ Հա, հիմա մենք մոտ $800,000 գումար է ծախսում պետությունը այս միջոցառման վրա, բայց ամենահամեստ հաշվարկով մոտ $2 միլիոն էլ գումար է գալու, որովհետեւ թիմային մարզաձև է, բազմաթիվ հյուրեր են սպասվում, մասնակիցներ են սպասվում, մոտ $2 միլիոն գումար են թողելու այդ մարդիկ։ Այսինքն մենք պետք է հստակ հաշվարկ ունենանք։ Հիմա տեսեք, մեր հարևանները տարբեր միջոցառումներ են ունենում։ Օրինակ, օրերս պարզվեց, որ Բաքվում UFC-ա լինելու։ Առաջի հայացքից թվում է, որ ադրբեջանցիների փողերը այնքան շատ է, որ մեծ փողերը տվել են, բերում են եւ այլն։ Բայց իրականում այդտեղ հաշվարկ կա տակը։
ինքը UFC-ին իրանք 10-ից 15 միլիոն դոլար են տվել, որ բերեն, բայց մյուս կողմից մինչև 30-35 միլիոն դոլար եկամուտ են ունենալու։ Դա տուրիստների քանակից է կախված, դա կախված է հեռուստաիրավունքների վաճառքից, տարբեր կոմպոնենտներից։ Այսինքն մենք պետք է այդ հարաբերակցությամբ նայենք, ինչքանով է դա արդյունավետ։ Ու ստեղ է, որ մենք հիմա մեծ խնդիր ունենք, որտեվ սպորտը հիմնականում դա տնտեսություն է։ Մարզիկները իրանց գործը պետք է անեն, մարզիչները իրանց գործը պետք է անեն, բայց մնացած հարցերով պետք է զբաղվեն լուրջ մասնագետներ, պետք է զբաղվեն տնտեսագետներ, պետք է զբաղվեն իրավաբաններ, որը մենք չենք տեսնում այսօր։ Այսօր այդ ամբողջ ինդուստրիան պետք է ճիշտ ղեկավարվի։ Հիմա ես ինչ ասացի, որ պետության այդ սխալ կառուցվածքը նաև անդրադառնում է սպորտի վրա։ Հիմա պատկերացնում եք մարզական ֆեդերացիաները կարողանան այդ քաղաքային բյուջեների հարցը լուծել, որ 30 տարի ասենց գնում ենք այդ գծով, որ լրիվ կենտրոնացրել են Երևանի վրա, հիմա մի հատ մարզական ֆեդերացիայի ասում են մի հատ փոխի իրավիճակը։ Իհարկե չի լինի դա։ Պետքա ավելի խորը նայենք ու ամենավատն է, որ մենք մարզաշխարհը ընդհանուր ինքը դուրս է մնում մրցակցությունից։ Մյուս ոլորտներում ես տեսնում եմ, որ լուրջ մասնագետներ են աշխատում, լուրջ հարցեր է քննարկվում։ Իսկ դա մարզաշխարհից է հենց գալի, թե այլ է խնդիրը։ Կարծում եմ նախ պետության կառուցվածքն է, որ խնդրեմ է տալիս, որտեվ այս ֆինանսավորման, այս բաշխումը սպորտին ոչ մի լավ բան խոսք չի տալիս։ Մենք պետք է մեզ չխաբենք։ Մենք անընդհատ մեզ խաբում ենք։ Եվ մարզաշխարհն էլ պետք է պայքարի, որ գոնե այս իրավիճակում ինչ որ արտոնություններ ստանա, ինչ որ նոր օրենքներ լինեն, որտեղ բոլոր ոլորտներում կան արտոնություններ, ես այն օրը ԳԳՄՍ-ում էլ ասացի։ Հանդիպում էր մարզական ֆեդերացիան, ասացի, միջև օրենսդրական փոփոխություններ չլինեն, միջև սպորտի նկատմամբ ընդհանուր արմատական փոփոխություններ չլինեն, մենք անընդհատ մարզական ֆեդերացիաները հավաքվելու են, պատմելու են խնդիրներից, տարիներ շարունակ նույն խնդիրները գնալու են, հա։ Իրար ասենք, գնանք։ Այո։ Ազգային ժողովն է այդ օրենքներն ու օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու երևի թե առաջին նախաձեռնողը որ պետքա լինի, բայց այնտեղ ինչ որ մարզաշխարհից մարդիկ էլ չեմ հիշում։ Ես վերջերս նամակ եմ ուղարկել, ինձ ասացին, որ կընդունեն։ Մենք մի քանի անգամ եղել ենք ազգային ժողովում։ Հույս ունենանք, որ այս անգամ ավելի արդյունավետ կլինի։ Քեզ ու քո ասած ընկալում են որպես մենակ բասկետբոլի թեմային առնչվող մարդու թե մեծաշով դունդեղ ներկայացնում ես բասկետբոլի ֆեդերացիան, չէ՞։ Այո, բայց եթե փոփոխություններ անեն, չեն կարա մենակ բասկետբոլի համար անեն։ Պետք է անեն ընդհանուր։ Օրինակ ես այս պահին առաջարկում եմ եւ մի քանի մարզական ֆեդերացիաներ ոնց որ միանում են արդեն մեզ, առաջարկում եմ արտոնություններ սահմանել մարզական ֆեդերացիաների համար, որտեղ օրինակ մեզ մոտ շատ են ասում, բա ֆեդերացիաները ինչի լավ չեն աշխատում, բա ուր են ձեր հովանավորները եւ այլն եւ այլն։ Հա, ես չեմ խուսափում պատասխանատվությունից, իհարկե պետք է լավ աշխատել, բայց պետք է մարզական ֆեդերացիաներին տալ ինչ որ հնարավորություններ, որ իրանք կարողանան գումարներ բերեն։ Եթե տարբեր ոլորտներում բազմաթիվ են այդ ոլորտները, ինձանից լավ գիտեն մարդիկ։ Եթե դու տալիս ես արտոնություն, դու նաև սպորտին։ Օրինակ, ասա մարզական ֆեդերացիա, տարվա ընթացքում որքան հովանավորչական գումար բերես, այդքան էլ ես կտամ։ Օրինակ, մոտեցում է, շատ երկրներում կա։ Այդ ժամանակ համ մարզական ֆեդերացիան ավելի մոտիվացված կլինի, համ հովանավորների հետ աշխատանքը ավելի ճիշտ կկառուցվի, ու մենք ունենանք լրիվ այլ արդյունք։ Իսկ հիմա տեսեք, ոչ մի մոտիվացնող բան չկա բիզնեսին սպորտի հետ կապող։ Մյուս հովանավորչական գումարները հարկվում են նույն կերպ։ Այո, նույն կերպ են հարկվում, այսինքն ոչ մի արտոնություն չկա, ու սա այն ոլորտն է, որը բիզնես ոլորտ չի, այսինքն սա, չգիտեմ, մենք ինչ որ բան գյուղատնտեսություն չի, չէ, արտադրություն գյուղատնտեսության վաճառվում է, բայց հազարավոր բաներ կան, ծրագրեր կան, որ տարբեր ծրագրերով գումարի ներդրումի մեծ մասը հետ են տալիս, նույնը կա կինոյում, վերջերս հրապարակվեց մոտ 35%
հետ են տալիս գումարը քո ծախսերի։ Այսօր էլ գիտեք, շատ հեշտ է ամեն ինչ, թղթով, թանաքով սա կարելի է պարզել, սա հստակ է, էլ այդ բաներ 19-րդ դարում չենք էլի, որ կարողանան թաքցնեն կամ սա ամեն ինչ պարզ երևում է, համակարգեր կան, գործում են, վարքյանական ամեն ինչ երևում է։ Հաշվել պետք չի, այնտեղ ամեն ինչ շատ հստակ երևում է։ Հիմա նույնը անում են վրացիները երկար տարիներ։ Իսկ դու խոսեցիր միջազգային մրցաշարերի մասին, նաև ձեր օրինակով խոսեցիր, որ այս տարի է տեղի ունենալու։ Մեր ես էլի փորձում եմ քեզի օպոնենտություն անեմ, ոնց որ իշխանության տեսանկյունից, հա։ Ինքը ասել է ոնց չունենք մենք քաղաքականություն։ Մենք ունենք շատ հստակ քաղաքականություն, միջազգային մրցաշարեր ընդունել, օրինակ։ Վերջին շրջանում ակտիվորեն այդ ճանապարհը մեր իշխանությունները բռնել են։ Մի շարք մեծ մրցաշարեր արդեն անցկացվել է, պլյուս արդեն տեսել եմ մինչև 30 թվականը անգամ բանկա։ Նու պլյուս գումարած երևի նաև եթե օֆիցիալ արդեն հաստատվի, նաև ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մինչև 20 տարեկանների, հա, համատեղ հայտ։ Այսինքն IT-ը կազմում է պետության սպորտային քաղաքականություն մի մասը, երևի թե։ Չէ, ես չեմ ասում ընդհանրապես քաղաքականություն չկա, ես ասում եմ որ քաղաքականության մեջ շատ բաներ կա փոխելու։ Այդ նույն այդ միջոցառումները անցկացնելը դա նախ մենակ Հայաստանը չի, բոլորն էլ կազմակերպում են ինչ-որ բաներ։ Հայաստանը եթե շատ ուզենան, կարանք հաշվենք ու տեսնենք, որ գոնե մեր եվրոպական զոնայում վերջին տեղերում է։ Ես բասկետբոլի մասով կարամ ասեմ, որ այս 30 տարվա մեջ առաջի անգամ խոշոր բան ենք վերում։ Մեծ հաշվով եթե շախմատային օլիմպիադան հանենք, մինչև երևի 2017-18 թվականը մենք երևի վերջին տեղում ենք հենց եղել։ Այո, ու այս մի 2-3 Եվրոպա աշխարհ անցկացնելը դա դեռ չի նշանակում, որ մենք այդ առումով շատ ակտիվ ենք։ Նույն հիմա նայեք, օրինակ Վրաստանի ու Ադրբեջանի օրինակը, հա, ադրբեջանցիները փողով են դա բերում, Ֆորմուլա 1 Եվրագավաթի ֆինալ են բերել իրանց մոտ, հիմա UFC-ն է, տարբեր բաներ, եվրոպական խաղեր, որը ահա որ մեծ միջոցառում էր։ Հա, վրացիները դա բերում են շնորհքով։ Այսինքն իրանք այնքան լավ են սպորտում, որ այդ միջոցառումների մի մասը արդեն գալիս է իրանց մոտ։ Հետո այդ միջոցառումները պետքա հասկանալ իրանց հանդիսականների քանակը, իրանց բաները, եկամուտների հատվածը, ինչքանվա դա հետաքրքիր աշխարհում, ինչքան հրապարակումներ են լինում ինտերնետում, այդ սա կա։ Շատ հանգիստ կարելի է պարզել, էլի, այն դառնա, որ հենց հիմա ստեղ նստած իրար հետ կարող ենք նայել վերջի տարիներին Հայաստանում տեղի ունեցած միջոցառումներին, ինչքան մարդ է ներկա եղել, քանի հրապարակում ա եղել։ Միանշանակ, եթե դու ընդունես ներածության աշխարհի առաջնությունն ու իմպակտը դրա այլ բան անելու, քան օրինակ, չգիտեմ, պայմանական ֆուտզալի բանը։ Այո, հիմա հուլիսի 7-ին, եթե չեմ սխալվում, այդ կողմերը Վրաստանի ռեգբի հավաքականը Թբիլիսիում ունի հանդիպում, միջազգային կարևոր հանդիպում, 55000 մարդ է սպասվում։ Հիմա հարց, որն է ավելի կարևոր, որն է ավելի հնչեղ, 55000-ով 55000 ստադիոնում, վերջերս Հայաստանի խաղն էր 55000 մարդ։ Այդ մի խաղն է ավելի կարևոր, թե ինչ որ մարզաձևի Եվրոպայի առաջություն, որի 12 տոմս է ծախվում եւ 500 հոգի հյուր են ունենում, են էլ դպրոցներից զորով լստում են ավտոբուսները, բերում են, որ լինեն բանում համալիրում կամ չգիտեմ։ Մարզաձև, որից մնացած այդ ժառանգությունը կասկածելի է, չգիտեմ, ինչ է ստանում։ Ես չեմ ուզում անուններ տամ, լեգասին ինչ ալնել։ Չեմ ուզում անուններ տամ, բայց եկեք համեմատենք 55000 շատ հստակ թիվ է։ Արդեն sold out-ի են գնում։ Հեռարձակումը, հիշատակումները, եթե տենց շատ ենք մտահոգված միջազգային արձագանքով, շատ սիրված, շատ հստակ ունի երկրպագուական բազա, որոնք որ շատ լոյալ են, գիտեն ուր են գնում, հանուն դրա գիտեն, ինչ պետքա առնեն, ինչ պետքա անեն։ Հիմա նույն մեր ֆուտբոլի հավաքականի խաղերին 15000 մարդ ալնում, բասկետբոլին անցած տարի 2 անգամ 4500 մարդ ա եղել։ Այդ իրադարձությունները մի ֆուտբոլի հավաքականի խաղը 6-7 հատ անհատական մարզաձևի overperform փակում։ Այդ նվազագույնն եմ ասում։ Ֆուտբոլի հավաքականի խաղը մի քանի ժամում sold out եղավ։ Բասկետբոլը 4500 հանդիսական ա եղել։ Հիմա
այդ պետքա սախ դնենք, հասկանանք, որն է մեզ պետք։ Եթե մենք ուզում ենք ուղակի ասենք, որ տեսեք, սա ունեցանք, մենք մի հատ պետքա հասկանանք, որ մարզաձևից ենք խոսում, ինչի համար ենք խոսում։ Եթե դա տնտեսական առումով Հայաստանին օգուտ է, միանշանակ թող անեն, թող շարունակեն։ Իսկ այդ ոչ մասսայական մարզաձևերը, որոնք որ տենց վստահ եմ կնեղանան այդ թվերից, բայց դա Հայաստանում դա բան է, միանշանակ ոնց որ հետևանքներից է։ Ասել են ինչու եք մեզ համեմատում այս կամ այն մարզաձևի հետ։ Իրանց ոնց անել, որ ինչ որ ազդեցություն ունենա ու իրանք չմնան այդ մարգինալ խմբում։ Դրա համար ավելի լավ է, եթե տեսնում են այդ մարզաձևի Եվրոպայից կամ աշխարհից 15 տոմս են ծախելու, ավելի լավ է այդ գումարի փոխարեն արդեն ակնհայտ է, որ դա մինուսով պրոյեկտ է, ավելի լավ է այդ գումարը հատկացնեն այդ մարզաձևի ինչ որ ենթակառուցվածք լավացնելուն, ինչ որ նոր դահլիճ բացելուն կամ նոր գույք ձեռք բերելուն։ Շատ հստակ է։ Ես օրինակ Սամբոյի օրինակով բան անեմ, քո ասածը զարգացնեմ միտքը, երբ մի անգամ պարզապես նայեցի աչքովս ընկավ, թե ինչ էր տեղի ունենում տարածքում, հա, Համալիրում, հասկացա, որ մեծ հաշվով տոմսեր չի վաճառվել եւ դպրոցի սաներին իրանց ամբողջ այդ տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներին պարզապես հավաքել բերել են, որպեսզի տպավորություն լինի, որ ինչ որ այնտեղ երկրպագուներ կան։ Բայց թե ինչու են եկել նայելու Սամբոյի այդ բանակայինների, չէ, եթե չեմ սխալվում, աշխարհի առաջնություններ։ Թե ըմբշամարտ, չգիտեմ։ Բանակայինները կարծեմ ըմբշամարտներ նախորդ տարի։ Հասկանում ես, որ արհեստական արվա։ Ինքնախապեյություն, ասեմ, իրանք կասեն դա ինքնախապեյություն չի, դե մեր սաներն են ուզեցել են։ Բայց ես վստահ չեմ։ Հիմա որ տենց նայում ենք Հայաստանում որքան երեխա զբաղվում ֆուտբոլով, բայց անգամ որոշ ակումբների սաներ չեն գնում իրանց թմերի խաղային։ Օրինակ, եթե Փյունիկը իրանց սաները ուզենալով հաճույքով գնան, ես վստահ եմ մի 2500 տեղ զբաղված կլինի։ Մենակ երեխաներով։ Դրա համար սաղ իրար հետ շահկապված է, լրիվ։ Այդ քաղաքների մասը որ ասում եմ, քաղաքներն են պատվիրատուն, որովհետև պատկերացրա, եթե քաղաքներում են խաղերը, ամեն քաղաք իր թիմը ունի, իր ակումբը ունի, այդ քաղաքի բնակիչները արդեն կապվում են։ Ինչի է քաղաքը պատվիրատուն։ Որովհետև այդ քաղաքը համարում է, որ սպորտային թիմերը, սպորտային ակումբները շատ կարևոր են քաղաքային կյանքի համար։ Որ պատկերացրա Գորիսեցին ամեն շաբաթ կիրակի մեկ երկու մարզաձևից գնում է իր թիմին աջակցելու։ Իր երեխաներն էլ արդեն այդ մարզաձևով զբաղվում, այդ է ձևավորվում։ Միանշանակ մրցակցությունը մշակույթը։ Այստեղ է գալ, այսինքն դու էլ քեզ կապում ես այդ բնակավայրի հետ։ Հա, հիմա ամբողջ աշխարհը դրա շուրջ է կառուցված։ Հիմա մենք ուզում ենք ինչ որ նոր հեծանիվ հորինենք, շատ հստակ կա այդ լուծումները, շատ հստակ գնում է մանավանդ մենք ես նախորդ անգամներն էլ տարբեր առիթներով կրկնում եմ, մենք գտնվում ենք Եվրոպայում սպորտով, մենք Եվրոպայում ենք ու խայտառակ մրցակցության պայմաններում ենք, մենք չենք կարող ասենց նստենք։ Այս վերջերս տեսա իմ կողմից շատ սիրելի Լևոն Իշտոյանը հարցազրույց էր տալի Լոս Անջելեսից, էլի խոսում էր 50 տարի առաջվա արդյունքների եւ զուգահեռներ էր բանում էլի, նորից հիշում էր, որ այն ժամանակ սենց էր, այն ժամանակ նենց էր։ Ես շատ եմ իրան հարգում, շատ եմ սիրում, իմ մանկությունը անցել է իրանց մասին գրքեր կարդալով, նայելով, բայց Լևոն Իշտոյանը մոռացավ մի բան ասի, որ 50 տարի է անցել, արդեն լրիվ ուրիշ մրցակցություն է աշխարհում։ Նույն տեսեք մենք միջև հիմա քննարկում ենք հələ Արարատի արդյունքները, Արարատ Բավարիա խաղներ, էլի քննարկվում, լրիվ ուրիշ աշխարհում ենք մենք ապրում։ Մի տարի հետո ուրիշ աշխարհում ենք ապրելու։ Աշխարհը առաջ է գնում, իսկ մենք դեռ քննարկում ենք, դեռ հիշում ենք ու ուզում ենք հասկանանք, եթե այն ժամանակ սենց ինչ որ բան ստացվել է, կարող է դա էլ փորձենք հիմա կիրառենք, իհարկե այն ժամանակ խորհրդային Հայաստան ա եղել, ընդհանրապես Հայաստանի Հանրապետություն չի եղել, այլ համակարգ էր, փողը գալիս էր այդտեղից։ Անընդհատ փոխվում է, անընդհատ լրիվ ուրիշ մրցակցության պայմաններում ենք ու Եվրոպան այսօր սպորտում շատ լավ վիճակում է ու շարունակում է, մենք ուրախանում ենք ինչ որ դահլիճի վերանորոգմամբ։ Ես տարբեր առիթներով տեսնում եմ մի հատ հսկայական իրադարձություն է դառնում, որ ինչ որ դահլիճ վերանորոգվել է ու կարծում են, ահա սպորտի վիճակը լավանալու է հիմա։
Դու օրինակ քանդված առանց մայթերի ճանապարհով գալու ես տրանսպորտով, որը որ վատ է աշխատում, շատ հաճախ տենց արդեն ճանապարհին հոգնելու ես, գալու ես, սիրուն կառուցված մարզապալատ։ Նախ այդ մարզադահլիճները դրանք պահպանության շրջանակներում արվում։ Այսինքն նախ նորը չի էլ ստեղծվում գրեթե, ուղղակի պահպանություն է, բնականաբար բոլորս էլ մեր տները նորոգում ենք, չէ՞, մի քանի տարին մեկ։ Հիմա նույն այդ մարզադահլիճներն ինտենսիվ օգտագործող շահագործող են մարզադահլիճը, երկու հատ հանդերձարան են ներկում, գույք են դնում ու սարքում են, որ ահա սպորտը տեսեք, այս ինչ եմ ասում, որտեվ կան մարդիկ, որոնք ինձ կոնկրետ համոզում էին, բայց դու չես նկատում, որ մենք ինչ գործեր ենք անում սպորտը, բան սենց, ասես Ժորժը նետի պահպանության բաներ է, բազային ֆունկցիան է։ Բազային ֆունկցիա է իրականացնում, ասենք, ինչ անեք, թողեիք բլեր այդ մի քանի դահլիճը, բայց հələ նայեք նորը կառուցվել է վերջի 30-40 տարում, ինչ է կառուցվել։ Մի երկու հատ բան մասնավորի կողմից է կառուցվել ու վերջ։ Ոչ մի տենց նշանակալի փոփոխություն չի եղել ու ինչքան բան էլ կորցրել է։ Դեն մասնավորն է շատ հաճախ նորմատիվները չի պահում ու արդյունքում դառնում է ինքը, չգիտեմ, լողավազանի համար, դաշտի համար։ Լողավազան առանց ջուր։ Կամ դե օրինակ նույնը չափերը, իրար, լավ, դու կառուցեցիր լողավազան, այդտեղ կարա ինչ որ միջազգային գոնե X մակարդակի մրցաշար անցկացվի, ընդունեն։ Հայաստանի առաջնություն անցկացնել։ Շատ հաճախ այդ ես զգում եմ, որ այդ մասնավորը չի խորանում, իրան ընդհանրապես պետք է։ Մասնավորը այլ խնդիրներ է լուծում, մասնավորը բիզնեսը պահանջում է, բիզնեսը դաժան օրենքներ ունի։ Բիզնեսը պահանջում է գումարը հետ բերել, ինչ որ տարիների ընթացքում մասնավորին չի ուզում մասսայական սպորտը, չի ինքը ուզում խորհրդատուի մակարդակի հարց պետք է լուծի։ Ընդհանրապես մարդը որ նորմատիվները կասի եւ ինքը կառուցապատողին ասի այս նորմատիվների շրջանակներում աշխատի։ Որը էլի չեն անում։ Լավ, լուծումը ո՞րն է։ Որ կետից սկսել բացատրել, որ ասել այստեղից սկսած դուք սխալ ուղղությամբ եք գնում, նաև մեր ազգին կրթելու ինչ որ, երևի հարցեր պետք է լուծենք։ Կրթելը միշտ կարևոր է, բայց այստեղ ես երկու շատ կարևոր խնդիր եմ տեսնում։ Մեկը այդ որ ասացի պետության կառուցվածքը գումարների բաշխման առումով, սա տնտեսական օրենսդրական լուրջ հարց է եւ տարիներ շարունակ չի լուծվել, դա անդրադառնում է նաեւ սպորտին։ Հիմա մենք բոլոր մարզերով պատտվում ենք, տեսնում ենք, խոսում ենք, որ այս պատկերը բացառվում է, որ այս վիճակում սպորտ զարգանա, ուղղակի բացառվում է։ Կարող է ինչ-որ էպիզոդներում հաջողություններ լինեն, կարող է ինչ-որ անհատների շնորհիվ, էպիզոդներով կլինեն, այդ արդյունքները կվերցնեն դրոշակ կսարքեն, կասեն, վայ, տեսեք ինչ եղավ, նույնը բասկետբոլում։ Հիմա մենք բասկետբոլում էլ բնականաբար մեր հիմնական ուշք ու միտքը, որ տեղում բասկետբոլը զարգանա, բայց գալիս է պահ, որ ստիպված դրսից մեծ թվով տղաներ են հրավիրում, ազգային հավաքականներ, որ կարողանանք մրցունակ լինենք, որտեվ եթե հանկարծ մրցունակ է չեղար, քեզ ընդհանրապես կտրորեն կանցնեն, ասեն կմոռանան բասկետբոլի մասին, դա էլ է, էլի խնդիր։ Ու երկրորդը կադրային հարցն է, որ մենք այսօր սպորտը որպես ոլորտ կադրային լուրջ ճգնաժամի մեջ է։ Մեզ մոտ սպորտի մասին պատկերացումները շատ այլ է, քան պետքա լիներ։ Մեզ մոտ լրիվ նայում են այլ տեսանկյունից։ Մտածում են, որ սպորտը դա պարզապես ֆիզիկական ակտիվությունն է, մինչդեռ սպորտը դա նաև լուրջ տնտեսություն է։ Դրանից շատ բաներ են կախված, թե առողջապահության, թե նույն կրթության հետ կապված։ Հիմա տեսեք կրթության մասով որ ասում եք, այդ առումով սպորտի կոնկրետ բասկետբոլի մասով կարամ ասեմ, ինձ օրինակ շատ ուրախացնում է, որ բասկետբոլիստները լինելով թիմային մարզաձևում, հետո իրանց շատ լավ գտնում են ցանկացած կոլեկտիվում, որովհետև եթե լավ խմբում են պարապում, եթե լավ ակումբում են, իրանք անընդհատ մտածում են, անընդհատ լուծումներ են գտնում, անընդհատ
ուղեղը աշխատում է իրաց, այդտեղ մենակ ֆիզիկական խաղ չի։ Դե օրինակ այդ նույնը ոնց հասցնել հասարակությանը, շատ լավ օրինակ բերեցիր, որ օրինակ թիմային մարզաձևի գնալը նույն աղջիկներին։ Ես չգիտեմ իդեպ նկատել ես թե չէ, բայց ինչ որ թվում եթե աշխատում ես եւ կա այդտեղ աղջիկ, ցավոք սրտի ես հայ կանանց մասին իրանց մենտալ ունակությունների բարձր կարծիք ունեմ, բայց իրանք թմային երբևիցե չեն աշխատում, որովհետեւ երբևիցե որևէ թմային մարզաձևում չեն ներառված եղել։ Այո, Հայաստանում թե տղաների մոտ էլ կա խնդիր, բայց աղջիկների սպորտը մի քանի անգամ զիջում է տղամարդկանց սպորտին։ Եվ այդ առումով մենք լուրջ աշխատանք ունենք անելու ու հենց տեղ ենք գալիս էլի այն խնդրին, որ եթե մտածում ենք մենակ մեդալների մասին, բնականաբար կանանց սպորտ չենք ունենալու։ Հիմա որտեվ ամբողջ սպորտի ռազմավարությունը ու սպորտի քաղաքականությունը կառուցված է մեդալների շուրջ։ Իսկ դա տանում է դեպի անդունդ։ Պետք է լինի հստակ քաղաքականություն, որ սպորտը դա նպաստում է առողջությանը, դա նպաստում է հասարակության կրթմանը։ Հիմա տեսեք, այն օրը մի առիթով Ամերիկայից գործընկերներ էին եկել, զրուցում էինք, խոսում էին Թումոյից։ Ես Թումոյի մասին միայն դրականը կարամ ասեմ, շատ լավ գործ են անում, Թումոն տարբեր տեղեր արդեն մասնաճյուղեր ունի, զարգանում է, բարգավաճում է, շատ լավ է։ Բայց ես մի հատ բան նշեցի, ասացի, միչև առողջ երեխեք չունենանք, Թումոն էլ չի հաջողվելու։ Թումոյի ուզեցած արդյունքը չի լինելու, միջև սպորտն էլ լավ չլինի, որովհետև ինչ պատասխանեցին։ Դե հա, նախ ապշեցին, երբեք չէին մտածել այդ մասին, հա, հիմա օրինակ ամերիկյան մոդելը ոնց է, չէ, ինչ են համալսարանները ողնուծուծով սպորտի մեջ։ Հիմա մեր խաղացողները տարբեր տարիքայինների բոլորը համալսարանական սպորտից են Ամերիկայից ովքեր որ ունենք, որովհետև այնտեղ դա շատ է կարևորվում։ Եթե դու գնում ես ինչ որ գիտելիքներ ես ստանում, ինչ որ մասնագիտություն ես ընտրել ու 21 տարեկանում քեզ ասում են, գիտես, դու այնքան ավել քաշ ունես կամ այնքան խնդիրներ ունես, դու պետք է քո առողջությամբ զբաղվես, այդ մարդը արդեն անպիտան չասեմ, բայց մեծ խնդիրներ է ձեռք բերում այդ մարդը։ Չէ, այդ գիտակարգում ինքը արդեն կարող անպիտան դառնա։ Այո, բացի այդ, սպորտը կոփում է, սպորտը կրթում է, սպորտը կարգապահություն է ձևավորում, որ սպորտմենները նաև դժվարությունները ավելի հեշտ են հաղթահարում։ Այդ ամեն ինչը շատ կարևոր է։ Դրա համար հիմա մենք ունենք խաղացողներ համալսարանական սպորտում Ամերիկայում, ամեն մեկը ինչ որ մասնագիտություն էլ է ընտրել, մեկը իրավաբան է, մեկը ֆինանսիստ է։ Հիմա կորոշի բասկետբոլում մնա թե գնա, ամենայն դեպս եթե որ բասկետբոլը թողի, շատ լավ կրթություն է ստացել եւ իրար հետ զուգահեռ տարել այդ ամեն ինչը ու կգնա ինչ որտեղ իրավաբան կաշխատի։ Երկու թեմա։ Առաջինը շատ արագ Թումոյին ոչ թե արդարացնեմ, այլ update։ Կարող է հենց քո այդ հանդիպումից հետո ես իրանց Instagram-յան էջին գրանցված եմ ի զարմանս ինձ։ Չէ, բայց ես մի հատ բան էլ ասեմ, էլի, ես Թումոն չի խնդիրը։ Չէ, Թումո։ Չէ, ուզում եմ ասեմ, որ Թումոյի մոտ ավելի լավ կլինի արդյունքը։ Թումոն ինչ է ուզում, չէ, որ մեր երեխեքը լավ կրթված լինեն, պիտանի լինեն, հա, Թումոյին պետք է օգնել նաև սպորտով, դա իմ ասած։ Այսինքն Թումոն պարտավոր չի գա սպորտի, հա, Թումոն պարտավոր չի գա սպորտի հարցերը լուծի, էլի, ես ասա որ ճիշտ հասկանա։ Հա, չէ, լրիվ հասկացա ու ասում եմ թե իրանք ինչ են արել։ Տեսա որ խմբեր են բացել ընդունելություն, թե երևի թե իրանց սաների շրջանակներում, թե կարողա դրսից բասկետբոլի ու ֆուտբոլի։ Այո, շատ լավ է։ Երկրորդը, ուզում եմ, քանի որ հաղորդման վերջին հատվածին եք մոտեցել, մի փոքր ավելի կոնկրետ հենց մասնավոր բասկետբոլի վերջին զարգացումների մասին խոսենք, վերջին հանդիպումների, չնայած ինչ որ չափով անդրադարձանք, բայց նաև ինչա սպասվում։ Ես գիտեմ, որ ամառը ընկերական խաղ ունենք արդեն նշանակված։ Հա, պատրաստում ենք գնանք Կալիֆոռնիա, ազգային հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Կոստա Ռիկայի հավաքականի հետ, մեկը Ֆրեզնոյում, որը պատմական Հայաստանի մաս է, պատմական հայկական քաղաք է, եւ մյուսը Գլենդելում բնականաբար։ Այս հանդիպումների հիմնական իմաստը այն է, որ մենք շարունակենք
երկու խնդիր ենք լուծում։ Մեկը, որ մարզական առումով ուսումնամարզական հավաք խաղացողներին տեսնել, քանի որ խաղերը քիչ են ազգային հավաքականի մակարդակով, եւ երկրորդը տեղի համայնքի հետ մեր կապերը ավելի են խորացնում, որտեղ այնտեղ հազարավոր հայ երեխեք բասկետբոլով են զբաղվում եւ այս խաղերի պահանջարկը կա։ Այս շրջանակներում ենք գնալու։ Մարզչական շտաբում փոփոխություններ, Ռեքս Խալամյանը շարունակում է աշխատել։ Այո, Ռեքս Խալամյանը շարունակում է, այդ հարցը մի քանի անգամ էլի են տվել, որ չի կարողանում այդ պատուհանների ժամանակ գա, մանավանդ Աշտանը եւ Գարնանը, դա NBA-ի հետ է կապված, քանի որ NBA-ի խաղացանկը եւ Եվրոպայինը իրար չի բռնում, բայց հիմա իդեպ NBA-ն ու FIBA-ն իրար հետ համագործակցում են եւ հնարավոր է ապագայում լինի Եվրոպայում մեծ մրցաշար, այսինքն կանոնավոր NBA ֆորմատով ինչ որ մրցաշար, որը կարծում եմ շատ հարցեր կլուծի նաեւ խաղացանկի առումով, որտեւ այս պահին մենակ մենք չէ, շատ երկրներ այդ խնդիրը ունեն։ Եվրալիգայի հիմքի վրա թե լրիվ ուրիշ։ Լրիվ ուրիշ հիմքի վրա, ընդդեմ Եվրալիգայի, դա նույնիսկ կարելի ասել, որովհետեւ այս պահին եվրոպական բասկետբոլը մեծ պոտենցիալ ունի, նաև կոմերցիոն առումով, բայց դա չի օգտագործվում։ Այդ գումարները ուրիշ տեղ են գնում։ Հիմա NBA-ը հասկանալով դա քայլ է արել եւ FIBA-ին առաջարկում է համատեղ եվրոպական մրցաշար, սուպեր մրցաշար, որտեղ շատ մեծ գումարներ են պատտվելու, հանդիպումները գնում են շատ գաղտնի ֆորմատներով, բայց տեսնենք ապագայում մայիսին մի քանի կոնգրես կա, որ այնտեղ ավելի շատ ինֆորմացիա կունենանք։ Իսկ դու կողմ ես դրան։ Ես կողմ եմ, որովհետև ես կարծում եմ, որ Եվրոպայում փոփոխություններ պետք է լինեն, նույն մեր հավաքականի մակարդակով, հա, մենք այսօր անցած տարի տունը 2 խաղ ենք ունեցել, երկուսն էլ լեփլեցուն։ Այսինքն, եթե ունենայինք 5 հանդիպում, 2.5 անգամ ավել աժոտաժ, 2.5 անգամ ավել հետաքրքրություն կլիներ։ Մեր համար շատ դժվար է տարին 2-3 խաղով հավաքականի այս մթնոլորտը տաք պահել Հայաստանը, որտեվ տարիներ շարունակ մենք մեկ խաղում ենք, մեկ չենք խաղում, մեկ կանք, մեկ չկանք, այս շատ է խանգարում։ Ի վերջո հավաքականը մարզաձևի զարգացման լոկոմոտիվն է, հա, դրոշակակիրն է։ Իսկ օրացույցային պլան կա մեր հաջորդ հնարավոր, որ Երևանում տեղի ունի խաղ։ Օգոստոսին կլինի վիճակահանություն, նոյեմբերից սկսելու է Եվրո 2029-ի ընտրական փուլը։ Այդպես բաշխել են էլի մի քանի տարվա վրա ու նոյեմբերից արդեն հույս ունենք, որ 2 խաղ կլինի կամ գոնե 1 խաղ, հույս ունենք մեկը Երևան կլինի, էլի արդեն կախված է վիճակահանության արդյունքներից։ Իսկ այս հավաքականից նույն շատ բան կարծում եմ, որ ցույց կտան ընկերական խաղերը։ Ինչ է կարելի սպասել։ Այս հավաքականը ունենք թե երիտասարդներ, թե արդեն խաղացողներ, որոնք կարիերային շատ չի մնացել 2-3 տարի, բայց պոտենցիալ ունի։ Հիմա մենք նայում ենք թե տեղացիների շրջանում, թե Սփյուռքում կան տղաներ, որոնք մոտ ապագայում կհամալրեն ազգային հավաքականի կազմը եւ գոնե 1-2 փուլ եվրոպական ընտրական պայքարում կարելի է հաղթահարել։ Շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար եւ պարզապես ցանկությունս է, քանի որ ես բասկետբոլ շատ եմ սիրում, երևի թե բոլոր նրանց անունից, ովքեր որ բասկետբոլասեր են, ինչ որ մի հատ ծրագիր ունենալ, որպեսի բակերում հնարավոր լինի բասկետբոլ խաղալ։ Նոր թաղամաս ասել, ինչ ասել, բնակիչ եմ ու մեր բակում հիմա կա ֆուտբոլի համար արհեստական խոտածածկով դաշտ։ Անընդհատ ձեռքս մեկ-մեկ ընկնում է բասկետբոլի գնդակ, բայց այդ զամբյուղը չկա ոչ միտեղ նետելու համար։ Այո, դրա հետ կապված մենք աշխատանք ունենք տանելու քաղաքային իշխանությունների հետ եւ առանց իրանց մասնակցության ոչ մի ֆեդերացիա չի կարող այդ հարցը լուծի։ Նույնիսկ եթե բերենք դնենք էլ դրա պահպանության հարցեր կա։ Դա պետք է լուծել միանշանակ եւ մենք առաջիկայում Երևան քաղաքի սպորտի վարչության հետ
ունենք մի բազմաթիվ հանդիպումներ, որի ընթացքում նաև այդ հարցը քննարկելու ենք։ Այնց որ վերածնունդ թաղամասը բասկետբոլի վերածնության հարց ունի։ Ես ցանկությունս է որ ամբողջ Երևանում դա լինի, քանի որ չգիտեմ։ Մի հատ բան էլ ասեմ, որ մենք ճիշտ պատկերացնենք էլի, այսօր նույն Երևանում մի հատ շուռուպ միտեղ մտցնելու համար այսքան թուղթ է պետք, հա, դրա համար մենք 3 տարի արդեն 4 տարի է մի քանի կառույցներ կա դիմել ենք ներդրողներ, հովանավորներ են գտել, ասում ենք մարդիկ պատրաստ են գան սարքեն, ես եթե ցանկացողներ լինեն կարող եմ բացեմ ցույց տամ, էլի այդ նամակագրությունը, արդեն sense պապկեք կա մոտս, որ անընդհատ ես գրում եմ, հանդիպում եմ, գնում եմ, գալիս եմ, ինձ ասում են դե հեսա տեսնենք, հեսա մի հատ ոնց է լինելու, մի հատ պետքա նորից քննարկենք, հեսա մի հատ այնտեղ մի հատ էլ հարց կա, այս բյուրոկրատիան սպանում է։ Դե իրականում նույնիսկ եթե հիմա այս վաղը այդ այն մարդիկ ովքեր պատրաստ են օգնեն տասնապատիկ ավելացնենք, հա, Սփյուռքից, մեկը շատ բարդ է, այդ հարցերն էլ կա։ Դե հաղթանակ բյուրոկրատիայի դեմ պայքարը։ Շնորհակալություն, մեր հյուրը Sport Podcast Թեթանոսի հյուրը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտուր Նազարյանն է։ Շնորհակալություն Արտուր։ Շնորհակալ եմ ես։